Եպսիմենա Ջեբեջան անհանգստացնում լրագրողներից։ Եպսիմեջան։ Ես նյութ եմ անում, Ծառուկյանի առյուծներով ենք հետաքրքրվում, ճիշտ է, որ բարձր դոզա են սրսկել եւ չի արթնացել։ Ճիշտ ասած, այս պահին մենք այդքան ունենք ինֆորմացիա, որ այնտեղ կենտրոնաբանական այգում քննչական գործողություններ են իրականացնում, չենք կարող հաստատել դեռ այդ լուրը, այսինքն հավելյալ ինֆորմացիա չունենք, հենց լինի մենք կտեղեկացնենք, եթե նման ինֆորմացիա լինի կտեղեկացնենք Եպսիմեջան, մենք էլ չգիտենք անկեղծ։ Բայց կենտրոնաբանական այգուց ուղղորդում են քաղաքապետարան, ասում են ձեր իրավասության ներքո է եւ դուք պիտի Այդ եմ ասում, մեզ ասել են, այն ինչ որ փոխանցել են, ինչ որ ես ասում եմ Եպսիմեջան, որ հիմա քննչական գործողություններ են, այսինքն ես չեմ կարող էլի հաստատել վերջինական։ Բայց ձեզ ասել են, որ չի արթնացել առյուծը սրսկելուց հետո։ Դրա համար եմ ասում, չեն ասել։ Հա, դեռ չեն ասել։ Դրա համար եմ ասում, որ կարող են երկել, ոչ էլ հաստատել դրա համար, բայց եթե լինի, արդեն քննչական պիտի զանգենք, որ հասկանանք իրանք ավելի շուտ կիմանան։ Ասած, կարող եք փորձել քննչականին, բայց հիմա չգիտեմ, այս բանը իրան կպատասխանեն, թե չէ, որովհետև ընդդեմ են ինչ որ գործողություններ են անում էլ։ Հա, ոնց հասկացա, բայց փաստն է, որ մինչև հիմա, եթե գործողություններ են անում, ես դրա համար եմ ասում, ես չեմ կարող երկեմ դա։ Հա, հասկացա։ Բայց այդ ոչ էլ կարող եմ հաստատել։ Բայց հենց լինի արդեն ստույգ ինֆորմացիա։ Իսկ դուք գիտեք, քանի որ քաղաքապետարանի միջամտությամբ այդ առյուծներին տեղափոխեցին կենտրոնաբանական ձեր առաջարկով, գիտեք ով էր քնեցնողը, ինչ դոզա է տվել, ոնց իր հետ Այդ գիտեմ ես, Եպսիմեջան ճիշտ ասած, այդ մասնակցել բնականաբար, մենք օրվա ընթացքում կապել ենք էլի պաշտոնյայի հետ, բնապահպանության վարչության պետի հետ, այդ մասով ինչ որ բարձրաբանումներ եղել են երևի, ինչ հարցեր ունեցել են իրեն են էլի դիմել։ Բայց մասնագետներն են այդ հաստատ կարող եմ ասել, բայց այդ մանրամասները դրա համար եմ ասում, այս ամեն ինչից հետո պարզ կլինի էլի։ Եթե հաստատվի, ուզում եմ ասեմ, արդեն այնտեղ կարող ենք ճշտել նաև ինչեր պատճառը, ինչի հետևանքով եւ այլն, էլի հասկանում եք։ Իսկ մոտավոր երբ կճշտվի վերջնական, դուք չեք կարող կապվել հենց այս բանին հասկանանք։ Չեմ կարող ասել։ Այս օրվա ընթացքում կլինի, թե չէ, չեմ կարող ասել։ Հա, նույնիսկ օրվա ընթացքում կարող չլինի։ Հա, Իսկ եթե մենք վեր կենանք գնանք կենտրոնաբանական այգի, մեզ ինֆորմացիա կտան։ Չեն տա, Եպսիմեջան չէ, այս պահին իրոք պետք է չի գնա, որովհետև ոչ թողնելու են, ոչ էլ իրենց են ինֆորմացիա տալու, էլի։ Բայց կլինի, վերջ լինելու է, էլի, ես չի որ չի լինելու։ Ակի այդքանը կարող եք ասել, հա։ Լավ, դե կփոխանցենք այն ինչ որ դուք ասեցիք, բայց մեր համար էլ է էլի տարակուսելի այս իրավիճակը ու այս կարգի անպատասխանատվությունը այս իրավիճակի հետ կապված։ Մեր համար էլ միանշանակ Եպսիմեջան կասկավի ես։ Լավ, շնորհակալություն, ստեսություն։ Այո, Եպսիմենա Ջեբեջան լրագրողներից Ծառուկյանի առյուծի հետ կապված է էլի հետաքրքրում։ Պետք է խնդրեմ օպերային զանգեք լրատվական այդ կենտրոնների տեղափոխությունից հետո այդ մասով մեկնաբանությունը քաղաքապետարանի ցենտրալի։ Հա, քաղաքապետարանի խոսնակին մենք լսել ենք, ինքն էլ ասում է այս պահին ոչ կարող ենք հաստատել ոչ հերքել, բայց սպասում ենք կենտրոնաբանական այգու պատասխանին։ Կներեք, այդ դեպքում չեն կարողացել, որտեղ ինչպես նշեցի, կենտրոնների, որոնք տեղափոխվել են, այդ մասով քաղաքապետարանի պատասխանատվության ներքո է էլի պատասխանը։ Իրենց լրատվությանն։ Բայց իրենք ձեզնից են սպասում պատասխան, հիմա մենք չեն սպասում, իրենք պետք է պատասխան տան, եթե այս բանին ասել են որևէ մեկնաբանություն չունենք, այդ դեպքում չունենք։ Իրենք ասում են սպասում ենք, որովհետև կենտրոնաբանական այգում քննչական գործողություններ են իրականանում։ Լավ, այդ դեպքում չեն կարող պատասխան տալ, երբ որ ինչ-որ պատասխան լինի, անպայման կհրապարակենք կամ միանգամից քաղաքապետարանի։ Այսինքն նույնիսկ չեք կարող ասել այդ առյուծները արթնացել են, քնեցված են մնացել։ Ինչպես պատասխանել է Օֆելյան, դրանից ավել ինչ-որ բան չեմ կարող այս բանը ասել։ Օֆելյան չի, Արտյոմն է պատասխանել Կարապետյան։ Առավել ևս նույնն է իրականում նույն լրատվական։ Գիտեմ։ Բայց net կապված, հա, չեմ կարող ավելյալ ինչ-որ բան ասել, էլի կներեք։ Լավ, շնորհակալություն, ստեսություն։